Բարի առավոտ իմ թանկագին հեռուստադիտող սիրելիներս, շատ կարոտել էինք ձեզ այս երկու օրը չենք շփվել միասին եւ այսօր կփորձենք էլի նորից ձեզ հետ միասին պատրաստել եւ համեղ ուտեստ եւ լսել հետաքրքիր զրույցներ եւ իհարկե վայելել օրվա բաղադրատոմսը։ Սիրելիներս, այսօր ուզում եմ պատրաստենք նախուտեստի տարբերակ։ Քիչ առաջ նշեցի այդ մասին, որ հետաքրքիր այսօրվա խոհանոցում շատ տրենդային դարձած նախուտեստի տարբերակ է, որը համադրվում է որոշակի բաղադրիչներով, կատնամթերքով։ Շատ հետաքրքիր համադրություն է, ես անձամբ շատ սիրում եմ եւ շատ հաճախ եմ նմանատիպ նախուտեստներ պատրաստում, արդեն կարող եմ ասել իմ խոհանոցում բարձր հորիզոնականներ է գրավում այս տարբերակը։ Իսկ ինչ է պետք այս բաղադրիչների ներկայացնեմ, ինչ է պետք այս նախուտեստը պատրաստելու համար։ Այստեղ ահա տեսնում եք, ես ունեմ արդեն կտրատված կարտոֆիլ, այն պետք է տապակենք։ Այստեղ գազօջախին արդեն խաշվում է լոբին, ունենք կանաչ լոբի, ունենք սունկ, մեզ մոտ մարինացված տարբերակն են, դուք կարող եք թարմ տարբերակը ձեռք բերել եւ վայելել, եւ իհարկե այստեղ վերջում ձևավորման համար ունենք թարմ լոլիկ, ունենք լոլիկի չիր, անպայման էլի օգտագործելու ենք։ Այստեղ տեսեք ունենք պանիր, սա էլ վերջում ենք օգտագործելու։ Եվ այն համադրության մասին, որ ասում եմ, կատնամթերք եւ բանջարեղեն, ահա ունենք քամած մածուն, որը հիմք է հանդիսանալու մեր համեղ նախուտեստի համար, եւ այստեղ ունենք իհարկե սոուս, որը շատ համեղ է, որսորդական սոուս, խառնուրդ է համեմունքների եւ կանաչիների, ունեմ սոյայի սոուս եւ ունեմ հատուկ նախատեսված աղցանների կամ նախուտեստների համար համեմունք, խառնուրդ, միքս տարբերակ։ Մի խոսքով, մի փոքր բաղադրիչները փոքրիկ այսպես խառնուրդ են, բայց տարբեր բաղադրիչներ, որոնք կարող են մի փոքր շփոթություն առաջացնել։ Բայց հիմա աստիճանաբար հերթով առաջ կգնանք եւ դուք կհասկանաք խոսքը ինչի մասին է։ Ուրեմն կանաչ լոբին արդեն խաշվել է, ես այստեղ մի փոքր աղ կավելացնեմ եւ երևի թե 5 րոպե հետո ես այն կջրքամեմ։ Ահա, կես թեյի գթալ աղ, այսպես մի հատ խառնենք սիրելիներս և 5 րոպեից արդեն կջրքամենք։ Իմիջիալոզ նախուտեստը պատրաստելու համար, ահա տեսնում եք, այսպես ամբողջական եմ թողնելու, չեմ կիսելու սիրելիներս, որովհետև այդպես գեղեցիկ է լինելու։ Յուրաքանչյուր անձ, ով կօգտվի աղցանից կամ նախուտեստից, արդեն ինքը համապատասխան կկտրատի եւ կճաշակի։ Բայց որպես այդպեսին շատ գեղեցիկ կլինի, որպեսզի ամբողջական մնա լոբիները։ Այսպես, այս ընթացքում փորձենք սունկը կտրատել, մինչ լոբին խաշվի, ես արդեն կսկսեմ տապակել կարտոֆիլը։ Կարտոֆիլը ընդամենը պետք է բուսայուղի մեջ տապակել, այնուհետև սունկը եւ մյուս բաղադրիչները ավելացնել վրան։ Հիմա անցնեմ առաջ եւ իհարկե սունկը կտրատեմ, սունկը, որը մեծ կլինի երկու մասի կբաժանեմ, որը փոքր կլինի ես հենց այդպես էլ կթողնեմ, որպեսզի էլի համահունչ եւ գեղեցիկ ստացվի մեր աղցանը։ Սա կարելի է համարել եւ աղցանի տարբերակ եւ նախուտեստի տարբերակ, եթե մի փոքր փորձես շատ այսպես ակնթարթի ընթացքում սա պատրաստել եւ մատուցել, բնականաբար կհամարվի նախուտեստ, տաք վիճակում կմատուցես եւ այդպես շատ հաճելի կլինի, իսկ եթե ոչ, արդեն կսառչի ու սառած վիճակում կնմանվի արդեն աղցանի։ Այսպես։ Ես օգտագործում եմ մարինացված սունկ սիրելիներս, դուք կարող եք թարմ տարբերակը իհարկե օգտագործել, այնպես որ արդեն ձեր ընտրությունն է։ Հուսով եմ մեզ հետ եք սիրելիներս, այս ընթացքում նախ հաճաշեք անպայման, ես արդեն հասցրել եմ 1 գավաթ սուրճ էլ վայելել, խորհուրդ եմ տալիս ձեզ եւս, ուրեմն այս բոլոր հաճույքներից օգտվեք։ Այսպես։ Ահա, այստեղ
համարյա թե մնացած սնկերը շատ մանր են, ես հենց այսպես էլ կթողնեմ նրանց, ահա այստեղ մեկ մեծ սունկ կա, կկիսեմ, ահա շատ լավ է ամեն բան, ես հիմա ջրքամեմ լոբին սիրելիներս, լոբին կթողնենք ջրքամվի և արդեն թավայի մեջ լցնեմ բուսայուղը և փորձենք տապակել կարտոֆիլը, այսպես, կարտոֆիլը կտապակենք ընթացիկ համեմունքներով, անպայման համեմունքներ կօգտագործենք, իհարկե փուլ առ փուլ կտապակեմ, առաջ այս չափաբաժինը, հետո մյուսը, որպեսզի հատիկ առ հատիկ տապակվի այն, հենց հիմա կավելացնեմ համեմունքներ, ահա այստեղ աղ, սև պղպեղ, կարմիր և կծու և քաղցր պղպեղներ, քրքում կավելացնեմ, անպայման և գեղեցիկ գույն կստանա և մեր մարսողությունը կբարելավի, ահա երևի թե այսքանը սիրելիներս առայժմ կթողնենք համբերատար տապակվի այս բոլորը, ես էլ իմ ընթացիկ աշխատանքները կկատարեմ, դուք մնացեք մեզ հետ այս պահին դադար է լինելու, բայց շարունակությունը միասին։ Ողջունում եմ սիրելի հեռուստադիտողներ, ջերմագին ողջույններ, սիրելիներս, շարունակենք մեր աշխատանքը, ասեմ այսօր նախուտեստի տարբերակ ենք պատրաստում, ինչի համար մեզ պետք է կարտոֆիլ տապակել, ահա ես արդեն ավարտեցի աշխատանքս, արդեն տապակված են բոլոր կարտոֆիլները, հիմա պետք է տապակենք սունկը և կանաչ լոբին, այսպես, ահա տեսեք որքան գեղեցիկ տապակվեցին մեր կարտոֆիլները, այժմ սունկը տեղափոխեմ այսպես, ահա այստեղ մի փոքր աղմկեցի, կանաչ լոբին ևս ավելացնենք, ինչպես նշեցի սիրելիներս, կանաչ լոբին ես չեմ կտրատելու, որովհետև ուզում եմ տեսքը պահպանել, այդ իսկ պատճառով ամբողջական եմ թողել, քանի որ լոբին և սունկը տապակված, այսինքն խաշված է, արդեն որոշակի պրոցես է անցել, ընդամենը պետք է մի փոքր թողնենք յուղի մեջ տապակվի և ավելացնենք այստեղ համեմունքներ, համեմունքներից կավելացնեմ խմելի սունելի, սև և կարմիր պղպեղներ, եթե հիշում եք, կարտոֆիլին էլի այսպիսի համեմունքներ ավելացրեցի, այսպես, մի փոքր սխտորի փոշիկ ավելացնեմ, իհարկե դուք ավելացրեք հենց թարմ սխտոր, ահա սիրելիներս խառնենք, այստեղ կավելացնեմ աղի փոխարեն սոյայի սոուս, և կավելացնեմ սիրելիներս այս համեղ սոուսը, որը որսորդական է, բազմապիսի կանաչեղենով, համեմունքներով շատ հետաքրքիր սոուս է։ Ահա, խառնենք, այսպես, շատ անուշ բույր ունի, սիրելիներս,
հենց այս սոուսի շնորհիվ այս գեղեցիկ համեղ բույրը տարածվեց եւ հիմա այս համեղության վրա ավելացնում ենք տապակված կարտոֆիլը։ Ահա տեսեք որքան գեղեցիկ է, կարծում եմ արդեն տեսքը հուշում է այն մասին, որ նաև շատ համեղ է լինելու։ Ես այլևս ձեռք չեմ տա, չեմ խառնի, որպեսզի համերը միախառնվեն, բայց ամբողջությամբ արդեն պատրաստ է։ Սիրելիներս, այս պահին կլինի դադար, հետո կմիանանք, կշարունակենք, շատ դեռ հետաքրքիր դետալներ ենք ավելացնելու, այնպես որ մնացեք մեզ հետ, դադար մեր եթերում։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, մենք այսօր պատրաստել ենք նախուտեստի տարբերակ եւ դրա համար մեզ պետք է քամած մածուն ու բազմապիսի բանջարեղեններ, որ այստեղ տապակել ենք կարտոֆիլ, սունկ եւ իհարկե կանաչ լոբի։ Ասեմ, որ քամած մածունը օգտագործել է մեր հոյակապ գործընկերոջ առաջարկը, Սունյաց Լեռների համեղ կատնամթերքից պատրաստված քամած մածունն եմ այստեղ օգտագործել, որը համեմել եմ սև պղպեղով եւ աղով եւ մեր նախուտեստի հիմքն է հանդիսանում, իսկ ասեմ, որ մեր գործընկերը ներկայացնում է շատ բազմապիսի պանիրների տեսականի, կատնամթերք, հալած յուղ, պսկաթան, ինչ որ ցանկանաք կարող եք այս զամբյուղից գտնել։ Հետևեք նրա ուրեմն առաջարկներին եւ վայելեք եւ ասեմ ավելին, մեր ամերիկահայ հայրենակիցները կարող են հայկական խանութներից գնել այս հոյակապ արտադրանքը եւ վայելել, այնպես որ չգիտեմ, առավել քան ամեն օր կրկնում եմ, որ շատ համեղ է եւ շատ օգտակար, սա կարծում եմ արդեն դուք էլ համոզվել եք։ Եվ սիրելիներս, ասեմ, թե հաջորդիվ ինչ ենք անում, այս մեր բաղադրիչները ավելացնում ենք այս համեղ քամած մածնի վրա, այսպես մի քանի հատ լոբի ավելացնենք, այստեղ ավելացնենք լոլիկի ջրի յուղը, այսպես, եւ ասեմ, որ լոլիկի ջիրը ներկայացնում է մեր մյուս գործընկերը Իջևանի գինու եւ պահածոների գործարանը, ինչպես նաեւ սունկը, որ այս նախուտեստի համար մենք օգտագործել ենք, էլի հոյակապ արտադրանք եւ էլի հոյակապ մեծ տեսականի, ինչ որ պետք է ուտեստ պատրաստելու համար, այս մեծ տեսականի մեջ կա թթվի տեսականի, սոուսների տեսականի, մուրաբաններ, պահածոներ, ինչ որ ցանկանաք, իսկ անմահական գինու մասին խոսք լինել անգամ չի կարող։ Այս արտադրանքը եւս Հայաստանի սահմաններից դուրս շատ արդեն հայտնի է, բոլորը ծանոթ են եւ բոլորը օգտվում են։ Դուք էլ գնեք եւ վայելեք։ Ահա սիրելիներս, այստեղ կավելացնեմ այս միքս տարբերակը համեմունքների, հատուկ նախատեսված աղցաների եւ նախուտեստների համար, կզարդարենք այն թարմ լոլիկով, ահա այսպես, մի քանի կտոր ուրեմն լոլիկի ջրով, ինչպես նշեցի, մենք այստեղ պահածոյացված տարբերակ ունենք լոլիկի ջիր, ահա, խնդրեմ, եւ իհարկե պանիր։ Պանիրը գյուղական տարբերակն ենք օգտագործել եւ լոռի տարբերակը։ Ահա, սա էլ այսպես, ահա այսպիսի հետաքրքիր եւ ճոխ ուտեստ ստացանք։ Պատրաստեք, վայելեք եւ իմացեք, ես ձեզ շատ եմ սիրում։ Կհանդիպենք, խոսքս փոխանցում եմ իմ գործընկերոջը։